Այս պահին քննչական կոմիտեի ման գտնվում Արմատ մեդիայի աշխատակիցները 9 անձ այսօր հարցաքննությանը հրավիրված վկայի կարգավիճակով այն նույն գործի շրջանակներում, որով որ մեկ ամիս առաջ ԱԱԾ-ականները, քննչական մարմինները ներխուժեցին Արմատ մեդիա եւ խոզարկություններ իրականացրեցին ընդհուպ տանելով մեր տեխնիկան, համակարգիչները եւ մեր անձնական հեռախոսները, ասեմ, որ սա միմիայն քաղաքական բնույթ ուներ, ընտրություններից 2 օր առաջ տանելով մեր տեխնիկան փորձ արվեց եւ նրանց իհարկե հաջողվեց պարալիզացնել մեր աշխատանքը, որովհետեւ մենք չկարողացանք ընտրությունները լուսաբանել այնպես, ինչպես մենք պլանավորել էինք։ Փաշինյանը ձեր լրագրողին ասում է, եթե խաթարված լիներ ձեր աշխատանքը, ապա ինչ գործ ունեք դուք կառավարության շենքում ու հարց եք տալիս։ Սրան պատասխան ինչ կասեք Փաշինյանին։ Կասեմ թող գա տեսնի Արմատ մեդիայի խմբագրության կապարակնքված դռները եւ թող համարձակվի օրինակ այդ կապարակնիքները պոկել եւ ներս մտնել եւ հավուր պատշաճի աշխատի։ Թող գա եւ տեսնի, ես շատ հաճախ հրապարակում եմ իմ խմբագրության դուռը կապարակնքված եւ թող ինքը տեսնի։ Օրինակ հայկական ժամանակ կլինի այդպիսի դեպք, որ մտնեն կամ Civic AM կլինի, որ այդպիսի դեպք, որ մտնեն ու կապարակնքեն, իրենց դա դուր կգա, իրենք կկարողանան իրենց աշխատանքը կանոնակարգել։ Ես ուզում եմ այստեղից դիմել Հայաստանում Եվրամիության դեսպան պարոն Մարագոսին, հարգելի պարոն Մարագոս, եթե Եվրամիության որևէ անդամ երկրում փորձեին փակել լրատվամիջոց, արգրավեին լրատվամիջոցի գույքը, արգրավեին լրատվամիջոցի աշխատողների անձնական հեռախոսները, կապարակնքեին դռները, դուք արդյոք այդ ամենին կհետևեիք նույն լռությամբ, ինչ հետևում եք Հայաստանում։ Ինձ հետաքրքիր է Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին խոսող հասարակական կազմակերպությունները, որոնք միլիոնավոր դրամների գրանտներ են ստանում արևմուտքից, չեն տեսնում ինչ է կատարվում Արմատ մեդիայի շուրջ, թե Արմատ մեդիայում աշխատող լրագրողը լրագրող չի, արևմտյան գրանտով սնվող կառույցում աշխատողը լրագրող է։ Ուզում եմ այս երկակիությանը անպայման անդրադառնալ եւ ես շատ կուզեի, որ այն կառույցները, որոնք գրանտ են ստանում խոսքի ազատության պաշտպանության համար, գոնե ունենային մի գրամ բարոյականություն եւ պաշտպանեին այսօր Արմատ մեդիայում աշխատող մարդկանց ոտնահարված իրավունքները։ Իսկ այն, որ մեր իրավունքները ոտնահարված են, մենք ասում ենք հունիսի 5-ից սկսած, երբ մտան մեր խմբագրություն, այստեղ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ կա Աշոտ Մելիքյան 37 միլիոն դրամ գրանտ է ստացել արևմտյան կառույցներից Հայաստանում խոսքի ազատությունը պաշտպանելու համար, որտեղ է պարոն Մելիքյանը, ինչու է լուր եւ ինչու են ծպտված մյուսները, այս հանգամանքի վրա շատ կարեւոր շեշտադրում եմ ուզում անել եւ նաեւ այստեղ ուզում եմ դիմել մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, հարգելի տիկին Մանասյան, ես հասկանում եմ, որ դուք ՔՊԱ-ականների բացառապես ՔՊԱ-ական падգամավորների կողմ քվեով ընտրված մարդու իրավունքների պաշտպան եք, բայց որտեղ եք դուք։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՄԻՊ-ը գրություններ է ուղարկել համապատասխան կառույցներին։ Տիկին Մանասյան, ձեր ուղարկած գրություններից ինչ կա արձագանք։